Կիրակի երկրորդ պատարակն էր Հովանավանքում, որը մայրաթոռը բնորոշում է պղծություն։ Հավաքվածներն իրենց պատասխանն ունեն, թե ինչու են եկել։ Ինձ վերելա հայ խիղճը, հավատը, սրբությունը, այսօր գիտեք ինչ, մենք մի բան ունենք, մի խնդիր, ազգին փրկելու համար, մենք ինքնուրույնությունն ու ինքնապաշտպանությունը ապահովելու համար։ Չնայած Տեր Արամին կամ Ստեփան Ասատրյանին մայրաթոռը կարգալույծ է հռչակել եւ նա եկեղեցու կանոններով պատարակ մատուցել չէր կարող, նախկին քահանան արդեն երկրորդ կիրակին է անում է դա, արգելելով մյուս հոգևորականների մուտքը Հովանավանք, թեևս տեության դրա իրավունքն ունի միայն մայրաթոռը, իսկ մայրաթոռը հենց Ստեփան Ասատրյանի մուտքն է եկեղեցի արգելել։ Եվ հետևանքը եղել է այն, որ ես պետքա Հովանավանքում չմնայի, իսկ իմ չմնալու ուրեմն օգնող միջոցները եղել են այդ հոգևորականների այստեղ գտնվելը։ Եվ քանի որ անարդարություն էր գործվել, այդ իսկ պատճառով ես արգելել եմ նրանց մուտքը Հովանավանք։ Լրագրողների ու հավաքվածների մեջ էլի լարված խոսակցություններ կային, ինչպես նախորդ կիրակի։ Դու որպես երկրագնդի ամենանամուսով լրագրող խեղաթուր ես, սարքես համասեռամոլ, բայց մի օր ազատորեն վերցնելու։ Այդպիսի բան չեմ ասա, ինքներդ ասացի։ Ազատորեն վերցնելու, աստու դրան մոդեմ չեմ ուզում լրիվ արտահայտվեմ, կասկածներդ լրիվ ցրեմ, լրիվ կասկածներդ։ Ու մի հատ էլ սենց քեմ երեսիդ։ Այս մարդու մասին սկսեցին տեսանյութեր տարածվել, որ իր բլոգում արդեն խոստովանել էր սեռական կողմնորոշման մասին։ Հա ես գոմիկ եմ, ինքս նիկոլական եմ, ես ինքս ու հպարտ եմ։ Եվ լրատվամիջոցներից մեկը նախորդ պատարակին գրել էր դա, իսկ ինչպիսին էր ոստիկանների արձագանքը։ Տեղի ունեցավ, չէ, մենք ուշ եկանք, այդ դեպքի հետ ակապված։ Հիմա այլևս այդ անձը, եթե դուք չմոտենաք հարցադրումներ չտա, իր նախաձեռնությամբ ոչ կմոտենաց ես, ոչ էլ ինչ-որ արտահայտություններ կանի։ Իշխանության ներկայացուցիչներ այս անգամ էլ կային, վարչապետը, նախարարներ, պատգամավորներ եւ այլ պաշտոնյաներ, ինչպես նաեւ որոշ հավատացյալներ, որոնք իրենց պարտքն էին համարում լրագրողների ձեռքից պաշտոնյաներին փրկելը։ Պատգամավոր եք, ես մի հատ ընդհատեմ, հետո շարունակեք։ Չես նկատում, որ ես բոլորը խեղաթյուրում են, վատ երևույթներ են ստեղծում։ Հովանավանքում տեղի ունեցածը դատապարտել է Երուսաղեմի հայոց պատրիարքը, ըստ Նուրհան arczepiskopos Մանուկյանի, այս դժվարին ժամանակներում, երբ եկեղեցին հոգևոր հենարան է հայ ժողովրդի համար, եկեղեցու դեմ ուղղված յուրաքանչյուր ոտնձգություն նաև մեր պատմական հիշողության եւ հոգևոր արժեքների դեմ է, իսկ բրիտանական Express պարբերականն այս բնորոշումն է տվել. աշխարհի հնագույն քրիստոնյա երկրում դավանանքի ազատությունը լուրջ սպառնալիքի տակ է։ Պարբերականն իր զեկույցում տարբեր պաշտոնյաների գրառումներին հղում ով հավելում է, կատարվողը սարսափելի է։ Միտքը թե աշխարհի հնագույն քրիստոնյա երկրում, ինչպես նաև քաղաքակիրթ եւ ժամանակակից Եվրոպայում հավատացյալ քրիստոնյաներին բանտ են նետում իրենց հավատքը պաշտպանելու համար, սարսափելի է։ Իդեպ ձերբակալվել են Գարեգին II կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին, նրանք աշխարհիկ են, մեղադրվում են խուլիգանության եւ քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու մեջ։ Վաղարշաբաթ խոշորացված համայնքում Հանրապետություն կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը Facebook-յան գրառումով հայտնել է, թե Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը։ Փաստաբան Արա Զոհրաբյանը հրապարակել է միջադեպի կադրերը եւ պնդել, որ Ներսիսյաններն ընդամենը մերժել են Հանրապետություն կուսակցության ներկայացուցչի քարոզչական հանդիպման մասնակցելու հրավերը։ Քննչական մարմինը եւ դատախազությունը հաշվի չեն առել Ներսիսյանների ցուցմունքները եւ տեսագրությունը, գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Կաթողիկոսի եղբորը Գևորգ Ներսիսյանին կալանավորել են 1 ամիս ժամկետով։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։